Բաստուրմաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք իշխան ձկից բաստուրմա։ Մենք ունենք մի հատ իշխան, շատ լավ ձուկ։ Ահա։ Առանձնացնելու ենք իշխան ձկան այս մասերը։ Գլուխն ենք կտրելու։ Սրանք ենք հեռացնելու, ընկերներ ջան։ Մենք կկատարենք հիմա աղադրումը։ Ընկերներ ջան, մեր իշխանը բաժանեցինք երկու մասի, հիմա կատարենք աղադրումը։ Լցնում ենք էլի աղը։ Երկրորդ կտորը։ Լավ աղ ենք անում կողքերով։ Շատ լավ է։ Կթողենք աղի մեջ 5 օր։ Այսօր աղից անում ենք իշխանը։ Հիմա օրը լրացել է արդեն։ Աղադրման մեջ հələ նայեք ընկերներ ջան։ Ոնց է ձգվել իշխանը։ Քար։ Հələ նայեք մատով սենց անում եմ։ Ինքը ոսկորը մեջ է, փուշը մեջ է։ Այս է։ Տեղադրում ենք ջրի մեջ մի անգամից։ Երկրորդը։ Մեկ օր մենք կլվանանք, հետո հաջորդ օրը պրես կդնենք միասին։ Մեկ օր լվացինք իշխանները, հիմա դնում ենք պրես։ Փաթաթում ենք շատ ամուր։ Ահա, սիրուն տեսք են ընդունել։ Ոնց որ միշտ ասել եմ, շատ ամուր փաթաթում ենք։ Այսպես։ Անկյուններից պետք է արդեն զգանք։ Շատ լավ է։ Երկրորդը։ Հիմա կդնենք պրես։ 1 և 2։ Մեկ օր կպահենք պրեսի տակ, հետո կհանենք կթելենք։ Իշխան ձուկը մեկ օր մնաց պրեսի տակ, հիմա հանում ենք։ Ահա ձկները երկուսն էին։ Բարակությունը։ Մենք շատ չենք ձգել պրեսը, որովհետև ինքը տեղից էլ շատ բարակ էր։ Ուզեցել ենք մի քիչ գոնե պահպանենք հաստությունը։ Հիմա հանենք տեսքը։ Շատ սիրուն ստացել ենք տեսքը։ Սենց։ Տեսքը շատ սիրուն է ստացվել։ Հիմա կթելենք միասին։ Ես միշտ ասել եմ, այս լայն կողմից ենք անում, երկու լայն կողմերից։
1 եւ 2 մեկը ինչքան սիրուն է հələ երկրորդը այսինքն սիրուն տեսք ունի իշխանը ընկերներ ջան շատ սիրուն է թողենք 10 օր կչորանա այսօր պատրաստում ենք իշխան ձկան համար չաման ահա ձկները չորացել են երկուսնային շատ լավ չորացել են հիմա մենք ունենք այստեղ 1 լիտր ջուր կես լիտրն է լցնելու ենք ընդհանուր 1.5 լիտր ջուր ունենք 100 գրամ չաման 50 գրամ քաղցր բիբար 10 գրամ գրիլ մաուս որը որ ես ասել եմ նախորդ տեսանյութերում 5 գրամ շաքարավազ 100 գրամ սխտոր այս ամեն ինչը լցնում ենք ամանի մեջ համեմունքները չամանը, գրիլ մաուսը և շաքարավազը խառնում ենք շատ լավ ոնց որ միշտ ասել եմ այստեղ կոշտուկներ կարող են լինել շատ լավ է խառնեցինք հիմա լցնում ենք սխտորը ահա կես լիտրը ավելացնում ենք ջուրը մենք թողել ենք սխտորի համար կես լիտրը ահա լցնում ենք համեմունքները թողնենք կես ժամ կլուծվի ջրի հետ հետո խառնենք միասին չամանը հիմա չամանը խառնում ենք ահա շատ լավ լուծվել է արդեն չամանը ձկները կտեղափոխենք արդեն չամանի մեջ ընթացքում ինքը կբացվի ավելի շատ չամանը բայց այս դեպքում մենք ձկները արդեն կդնենք չամանի մեջ երկուսնային առաջինը եւ երկրորդը ահա սիրուն գույն է ստացել ինքը մենք ոսկորով հենց թողել ենք շատ լավ է 5 օր մենք կպահենք չամանի մեջ ձկները հետո չամանից կհանենք կթաթախենք 3 անգամ հերթը հասավ մեր իշխան ձկներին հիմա տեսնենք ոնց են փափկել ձկները երկուսնային չամանի մեջ հələ ոնց են փափկել հələ ձկները 4 ձկներն էին չամանը ոնց են վերցրել մենք միտումնավոր թողել ենք հենց կաշվով հələ սիրունությունը կաշվի հիմա կկախենք կչորանա շատ լավ է 3 անգամ էլ կթաթախենք չամանով հետո միասին կկտրենք այսօր կտրում ենք միասին իշխան ձուկը ձկների սիրահարներին շատ հետաքրքիր կլինի հիմա նայեք մենք ստացել ենք այսպիսի սիրուն կտորներ երկուսն են ահա բարակությունը չամանը մենք միտումնավոր ձուկը կտրելուց փշերը չենք անել որտեվ ունենք երկրորդ տարբերակն էլ ամբողջական մեջքի մաքուր ֆիլեով մենք ունենք պատրաստած իշխան ձուկը հիմա այս սիրուն փշերով ձուկը ոնց որ ասեցի հիմա կկտրենք արդեն կպատկերացնեք մեջը ինչքան սիրուն է լինելու հատուկ ձկան սիրահարների համար ովքեր որ սիրում են ինքը պիվի համար էլ է շատ լավ ուտելու համար էլ է շատ լավ փորձեք անպայման հիմա կտրենք ահա ձենը արդեն լսվավ ոսկորները ջարդեցինք ահա մեջը ինչքան սիրուն գույն է ստացել հələ գույնը չամանի բարակությունը այս այդ ոսկորի հատվածն է փշերի հիմա բարակ կկտրտենք փշերի կտկտոցն է ջերկի տեղ պիվի սիրահարները շատ հավեսով կուտեն այս ձուկը ինքը լրիվ մաքուր իշխան է
ով կմտածեր, որ իշխան ձկով կարելի է այսպիսի գեղեցկություն ստանալ։ Երկրորդն էլ կտրենք։ Ինքը այնքան է չորացել, որ ոսկորները արդեն կրթկրթոցը զգում ենք։ Շատ լավ է ստացվել։ Շատ լավ։ Իրա բույրն էլ շատ ուժեղ գալիս է։ Եթե մենք սենց էլի մեր ատամներն են հələ ոնց է փոքվում։ Մենք կաշին էլ ենք թողել վրան, ընկերներ ջան, չամանի բարակությունը, հələ ձուկը։ Կաշին հանեցինք, ձուկը իրան փոքվում է։ Այսինքն ոնց որ մաքրում ենք կաշին, հələ նայեք, ինքը ոնց է առանձնանում։ Շատ լավ։ Ինքը արդեն ֆիլեն է։ Իսկի փուշել չկա այդքան։ Հələ։ Ահա, ընկերներ ջան, իրա բարակությունը, չամանի բարակությունը այնքան բարակ է, անենց լավ է ստացվել, շատ չեք պատկերացնի։ Ձկան այդ անուշ հոտը գալիս է։ Ձկան սիրահարներ, չմոռանաք անպայման տեսանյութը սկզբից մինչև վերջ կտեսնեք, կպատրաստեք, ձեզ մոտ էլ շատ լավ կստացվի։